Արդարության Աստված, արդար է երևում դատը առաջ սկսողը, բայց ոսողը գալիս է և քնում է նրան, Առակաց 18-րդ գլուխ 17-րդ խոսք։ Ամեն անգամ, երբ սենյակում, խոսակցության մեջ կամ սոցցանցերում մեկից ավելի մարդ է լինում, կոնֆլիկտ առաջանալու մեծ հավանականություն կա։ Շատ հաճախ վիճաբանության մեջ յուրաքանչյուր կողմը պնդում է իրենը և հրաժարվում լսելուց, որովհետև հավատում է, որ հենց ինքն է ճիշտ։ Եգիպտոսում գերության մեջ Իսրայելի զավակները տեսել էին, որ կոնֆլիկտները լուծվում էին բռնությամբ և ահաբեկչությամբ։ Ազատության նոր ժամանակահատվածում նրանք կոնֆլիկտի լուծման ողջամիտ օրինակի կարիք ունեին։ Իսրայելացիները Եգիպտոսի ստրկության կյանքը փոխանակել էին այն կյանքով, որը ծածկված էր Աստծո ներկայության ամպով և պաշտպանությամբ։ Սա նշանակում էր քարե կուռքերից և կույր պատկերներից տեղափոխություն դեպի կենդանի Աստված, ով սուրբ է, արդար, սիրառատ և ահարկու։ Սիրո այս Աստվածը, որ փչացնող կրակ է, ամենևին նման չէր եգիպտական աստվածների, որոնց հանգստացնում են զոհաբերությունով։ Իսրայելի Սուրբին պետք է ծառայեին հոգով և ճշմարտությամբ, և նրա կառավարման հիմքում արդարությունն էր։ Բայց Տերը նստած է գահին, հավիտյան, նա իր գահը հաստատեց արդարության համար։ Սաղմոս 9-րդ գլուխ 7-րդ խոսք։ Եթե մեզ հետ անարդար են վարվել, կարող ենք վստահ լինել, որ ի վերջո արդարությունը կհաղթի։ Յուրաքանչյուրիս հոգում խորքում կա արդարության հուսահատձգտում, բայց եթե ազնիվ լինենք, ինքներս էլ սխալ ենք դատում։ Շատ հաճախ վստահ եմ եղել, որ ճիշտ եմ գնահատել մարդկանց կամ հանգամանքները, մինչև որ չեմ լսել պատմության մյուս կողմը։ Հենց սա է պատճառը, որ Պողոսը Ա Կորինթացիների 4 գլխ 5-ում հորդորում է. ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, մինչև Տերը գա, որ խավարի ծածուկ բաները կբերի լույսի մեջ, և սրտերի խորհուրդները կհայտնի, և այն ժամանակ ամեն մեկին գովասան կլինի Աստծուց։ Մենք կարող ենք փնտրել նրա իմաստությունը մեր կոնֆլիկտների մեջ և հանգիստ լինել, որ վերջին հաշվով դատողը և փրկողը նա է։ Հետևելով նրա առաջնորդությանը, մենք կարող ենք արձագանքել արդարությամբ և ողորմածությամբ, չստանձնելով պատիժ սահմանելու, վրեժլուծելու կամ պարտադրելու պատասխանատվությունը։ Մենք կարող ենք աղոթել նրան և տեսնել, թե ինչպես է նա գործում և խորհուրդներ տալիս։ Ի վերջո, նա խորհրդատու է, որ մշտապես մեզ հետ է։ Եկեք աղոթենք։ Տեր, շնորհակալություն, որ ազատված եմ ճշումից և կարող եմ վստահել քեզ ու ապավինել քո առաջնորդությանը կոնֆլիկտների ժամանակ։ Ես ուժեղ եմ, երբ կոնֆլիկտի ժամանակ վստահում եմ արդարության Աստծուն։ Ամեն։